Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր սովորականի պես մեզ հետ են մեր կողքին։ Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել, մեզ համար հատկապես առանձին հետաքրքրություն են ներկայացնում մեր այն հյուրերը, որոնք առաջին անգամ են գալիս մեր տաղավար։ Ինչու դրանում քիչ հետո ինքներդ էլ կկրայեք, բայց կարևորը այն է, որ այդ հյուրերը որպես կանոն շատ ինքնատիպ անձնավորություններ են։ Եվ ահա այսօր նրանցից մեկը ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գառնիկ, շատ ուրախ եմ իսկապես, որ մեր տաղավարում եք, որտեվ այն բանից հետո ինչ ուժեղ Հայաստանը մտավ ընտրապայքարի մեջ, բոլորի խաղաքարտերը խառնվեցին։ Հատկապես ԿՊԱ-կանների շրջապատում մի այնպիսի խոճապ սկսվեց, որ ինչ անհեթեթություն ասես չեն կապում ձեր կուսակցության հետ։ Դե ավելին այսօր երկրի վարչապետը հայտարարում է, նրանք ովքեր մեզ չեն ընտրի, Հայաստանին բերելու են պատերազմ։ Ես չհասկացա, այս Նոստրադամուսը որտեղից հայտնվեց, ինչից ելնելով ասենց բաներ հայտարարում, ես չգիտեմ, թե իրոք խոճապ այն աստիճանի է, որ մարդիկ չգիտեն ինչ հայտարարություններ անեն։ Ես մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, իրոք իմ համար էլ է մեծ պատիվ ձեր տաղավարում գտնվելը։ Ինչ վերաբերում է հարցերին, եկեք ճիշտ է, շատ դժվար է ԿՊԱ-կաների տրամաբանության հետ սերտվել կամ փորձել դա մեկնաբանել, բայց ամեն դեպքում փորձենք հասկանանք ինչով է պայմանավորված իրենց վերջին հայտարարությունները։ Նախ պետք է արձանագրենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դինելով գրանցված Հայաստանի Հանրապետությունը որպես հայկական քաղաքական կուսակցություն բնավ հեռու է հայկական շահերը սպասարկելուց։ Եվ այն դիրքորոշումը, որ այսօր շատ հաճախ լսում ենք, իդեպ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանն էր լրագրողների ճապազույցի ժամանակ ասել, որ եթե դուք մեզ չընտրեք, ապա հաշմանդամ կդառնաք։ Իմ մոտ տպավորությունը, երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իլհամ Ալիևի կամ Էրդողանի հետ, իր հետ այնտեղ այդպես են խոսում, օրինակ Իլհամ Ալիևը կարող է, վարկած եմ առաջ քաշում, ասել, որ եթե չկատարես Ադրբեջանի պահանջները, հաշմանդամ կմնաս։ Եվ հետևաբար որպեսզի այդ քաղաքական մեսիջը հասնի Հայաստանի քաղաքական հասարակությանը կամ պարզապես սովորական քաղաքացիներին, Նիկոլ Փաշինյանը բանեցնում է Իլհամ Ալիևի կողմից սպառնալիքները սեփական ժողովրդի վրա։ Չնայած ես հեռու եմ այն կարծիքից, որ Նիկոլ Փաշինյանի մեջ կա անգամ 1 գրամ հայկականություն։ Ինչ վերաբերում է քաղաքական պրոցեսներին, ճիշտ եք նշում, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ էականորեն փոխել է քաղաքական դաշտի եւ կշիռը եւ որակը։ Եթե մինչ այդ բոլոր ընտրություններում մենք լսում էինք խոստում էր վերջի 30 օրը, այսինքն օրենքով նախատեսված քարոզարշավի ժամանակ, Սամվել Կարապետյանը իր հնարավորություններով եւ ռեսուրսով ի սկզբանե անկեղծ է իր էլեկտորատի հետ, այսինքն հայ ժողովրդի հետ, ներկայացնում է ծրագրեր ապացուցողական հենքով, ներկայացնում է ծրագրեր, որոնք ոչ միայն պարզապես գեղեցիկ խոսքեր են եւ նախադասություններ, այլ ունեն լուրջ վերլուծության հենքեր եւ այդպիսով հնարավորություն է ստեղծում Հայաստանի որակը որպես պետություն էապես փոխելու։ Եվ իհարկե շատ բնական է, որ ԿՊԱ-կանները չունենալով որևէ ռեալ գետնի վրա արձանագրված հաջողություններ, բացի այն, որ պատերազմ բերեցին, իդեպ դա էլ Ադրբեջանի հաջողություններ, դրա համար իրենց մոտ հստակ այդ վախը, թուլության նշանը ընդգծվում է նմանատիպ տարակուսելի եւ խիստ կասկածելի հայտարարություններով ոչ միայն մեր հանդեպ, այլ առհասարակ բոլոր հայերի, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Ես մեր հերոստատողներին պիտի ասեմ, որ Գառնիկ Դավթյանը նաև Ադրբեջանի հարցերով փորձագետ է։ Ուստի, պարոն Դավթյան, ինչով եք բացատրում այս վերջին շրջանի սպառնալիքները անընդհատ Ադրբեջանից ստացող, որ մեզ փորձում են վախեցնել, մեզ փորձում են ինչ-որ արևմտյան Ադրբեջան կարգախոսներով, նման անհեթեթություններով ազդել մեր ընտրողների, ինչպես ասում են, դիրքորոշմանը։ Ինչով եք բացատրում ընդհանրապես այդ սպառնալիքները, ինչով է դա, որտեղից է գալիս։
Նախ ասենք, որ Ադրբեջանը վերջին իր այսպես ասած 100 տարվա պատմության շրջանակում ստացել է եզակի շանս Հայաստանին բզկտելու եւ Հայաստանի պետականությունը առհասարակ ոչնչացնելու համար։ Եվ այդ շանսը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, հետեւաբար Ադրբեջանում տրամադրությունները այսքան պահանջատիրական, այսքան սպառնացող եւ նաև ծաղրական ինչու ոչ երբևէ չեն եղել։ Իհարկե եղել են լարումներ, իհարկե եղել են կոշտ հայտարարություններ, բայց նման վարքագիծ Իլհամ Ալիևը 2003 թվականից մինչ օրս, այսինքն մինչև 20 թվականի պատերազմից հետո երբեք չի համարձակվել հայերի հետ, հայ ժողովրդի հետ խոսել անհարգալից, այնը չասեմ սպառնալիքի լեզվով։ Սա շատ պարզ բանով է պայմանավորված, Իլհամ Ալիևը չնայած տարբերություն չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանի Իլհամ Ալիևի միջև, բայց Իլհամ Ալիևը հասկացել է, որ Հայաստան ղեկավարում է թույլ մարդ եւ որպես տղամարդ է թույլ Նիկոլ Փաշինյանը եւ նաեւ քաղաքական գործիչ։ Ինչու եմ դա այդպես մեկտաբանում, որովհետեւ մենք լավ ենք հասկանում, որ քաղաքականություն ինչքան գեղեցիկ տեքստեր լինեն, փակ դռների ետևում մի փոքր այլ խոսելաձև կա, մի փոքր ավելի պարզեցված մոտեցում կա։ Ես շատ հաճախ համեմատում եմ քաղաքականությունը փողոցային շփումների միջև, ուղղակի քաղաքականություն ավելի, այսպես ասած, գրագետ եւ քաղաքակիրթ միջավայրում ձևավորված պայմանավորվածություններ, իսկ փողոցայինը գիտենք, բոլորս էլ այդ տարիքի միջով անցել ենք, գիտենք, որ եթե դու չես հարգվում քո բակում, հետեւաբար չես էլ հարգվի ամբողջ այդ թաղամասում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում հարգված ղեկավար չի, նվաստացած է եւ ինքը այդ կոմպլեքսը նվաստացման մեր ժողովրդի վրա է կոծկում եւ իհարկե փորձում է նաեւ մեզ նվաստացած ներկայացնել, բայց ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը անգամ երազում չի կարող պատկերացնել, որ հունիսի 7-ից հետո ինքը ոչ միայն չի լինելու վարչապետ, այլ նաև իր բոլոր խոստումները հունիսի 7-ից հետո կատարվելիք, հանձինը սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների 300,000 վերադարձ չեն իրականանալու, որովհետև բավական է մեր ժողովրդի, մեր պետությունը այսպես վաճառել, սակարկման ենթարկել, ես որպես հայ անհատականություն իմ այս վերջի 8 տարվա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ միշտ դիրքավորվել եմ որպես իր կառավարմանը դեմ, անգամ 18 թվականին չեմ մասնակցել այդ process-երին, որտեղ ինքս լինելով միջազգային հարաբերություն սովորող մարդ, հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես դեր տանող է, դերասան է, ոչ թե քաղաքական գործիչ։ Հետևաբար ամենայն հարգանքով բոլոր դերասանների նկատմամբ պարզապես քաղաքական դերասան է ինքը, ոչ թե դերասան ընկալմամբ։ Հետևաբար այդ մոտեցումները Իլհամ Ալիևի պայմանավորված են հենց Նիկոլ Փաշինյանի թուլությամբ։ Տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը չունի պատրաստակամություն ասելու ոչ չենք անի, չունի դիմադրողականություն։ Մենք, եթե չեմ սխալվում, 2 շաբաթ առաջ արձանագրեցինք, որ Ադրբեջանը ուրեմն ներքին հանդում առաջընթաց ունի տարածքային, բայց ՊՆ-ն անդադ փորձեց ծածկել, բայց փառք Աստծո մենք ունենք այնպիսի փորձագիտական դաշտ, որ թույլ չտվեց այդ կեղծիքը ծածկադմփոց անել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ Հայաստանի հետ հաշվի է նստել հավասարի հետ, երբ որ զգացել է, որ Հայաստանը ուժեղ է։ Հայաստանը ունի ուժեղ հնարավորություններ եւ պաշտպանական եւ համախմբան առումով։ Նիկոլ Փաշինյանը թույլ կերպար է, որը իր էությամբ միշտ պատողականություն է բերում եւ հոգեբանական եւ գետնի վրա։ Հետեւաբար այդ ասոցիացիան, այսպես ասած, ուժերի եւ թույլի ակնհայտ է։ Այսպես ասած, լուսավոր ձևով երևում է ով է թույլ, ով է ուժեղ։ Հետեւաբար մեր կողմից ուժեղ Հայաստան կուսակցության կողմից եւ Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված տնտեսական եւ անվտանգության ծրագրերը իրենք Հայաստանի լուսավորության ապագան են եւ Հայաստանը բերելու են նոր ավելի որակյալ մակարդակի։ Տեսեք, երբ ուժեղ Հայաստանը այսպես ավելի լայն, այսպես մասշտաբ սկսեց իր նախակառուցարշավը, կառուցական արշավը, ես նկատեցի, որ հատկապես Սփյուռքի տարբեր անկյուններում, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները մեծ հետաքրքրություն են դրսևորում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի նկատմամբ։ Սա հենց այնպես չի արվում։ Մարդիկ հասկանում են, որ եկել է մի ուժ, կարող մի ուժ, որը կարող է Հայաստանը իսկապես հանել այս փոսից, այս ծանր վիճակից։ Ինչով եք դուք դա բացատրում որպես միջազգային այսպես հարաբերությունների քիչ թե շատ տեղյակազնավորություն։ Նախ ասեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունը սկսեց խաթարվել 18 թվականին, բայց ավելի խորացավ պատերազմից հետո։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ, այսպես ասած, անհամաձայնությունը տեսնելով Սփյուռքում, այդ կոնֆլիկտ է ստեղծում անընդհատ ու հիմա փաստացի արձանագրում ենք, որ կապը Հայաստան եւ Սփյուռք, որը ըստ էության մեծ բռունցք էր, ընդհանրապես կտրվել է։ Եվ Սփյուռքը
առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում շատ կարևոր դեր է կատարել եւ կատարելու ապագայում մեր իշխանության ժամանակ։ Բնականաբար Սփյուռքում ունենք շատ խելացի, բանիմաց, հնարավորությունով լի մարդիկ, անկախ սեռական պատկանելությունից, ի նկատում տղամարդ թե թեկին, մեր քաղաքական թիմը առաջարկում է նաեւ Սփյուռքի այդ առանձին Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում, որովհետեւ ամեն դեպքում մենք պետք է փաստենք, որ միայն Հայաստանի Հանրապետությունով չի պայմանավորված հայ լինելը, պայմանավորված է նաեւ այն հայերը, ովքեր ամբողջ աշխարհում մեծ ներդրում ունեն եւ մեծ այսպես ասած կտակ են թողել գիտությունների ոլորտում, կրթական ոլորտում, տնտեսական ոլորտում, հետեւաբար չօգտվել այդ ռեսուրսից նշանակում է առաջի հերթին չհարգես ինքդ քեզ։ Եվ Սամվել Կարապետյանի առանձնահատկությունը այս համատեքստում կայանում է հենց այդ ուղղության վրա։ Ոչ միայն դրա, բայց դա առանձնակի մոտեցում ունի։ Սփյուռքի լիարժեք ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգում եւ Սփյուռքի ռեսուրսներից ճիշտ օգտվելը, որովհետեւ եթե մի փոքր ավելի հետ գնանք հին ժամանակներ, ոչ շատին, բայց ամեն դեպքում անկախության ժամանակահատվածի մասին է խոսքը, Սփյուռքը մշտապես եղել է այդ դրոշակակիրը եւ ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում եւ Արցախի միջազգային ճանաչման համատեքստում, այսինքն եղել են բազմաթիվ պրոցեսներ, բազմաթիվ ծրագրեր, որոնք քիչ թե շատ պահպանել են այն ստատուս կվոն, որ Արցախը ունեցել է եւ աստիճանաբար այն ուղին է բռնվել, որը որ պետք է ինչ-որ X ժամանակ հետո ներողություն Արցախին տար անկախություն։ Բայց այնուամենայնիվ մենք ունեցանք քաղաքական փոփոխություններ 18 թվականին, եկավ մարտով զրոյական կետից սկսեց եւ այդ զրոյական կետը նաեւ ես վերջին շրջանում եմ հասկացել, որ զրոյական կետը ոչ թե վերաբերվում էր միայն Արցախ ասվածին, այլ առհասարակ հայկական ասվածին, որտեղ նկատելի է, որ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավանք կա հայկական ինքնության դեմ, արշավանք կա ցեղասպանության ճանաչելիության նվազեցման դեմ ու նաև սահմանության փոփոխության, սահմանության դեմ արշավանք կա։ Ըստ էության բոլոր այս ուղղությունները այդ զրոյական կետով են պայմանավորված։ Մենք այն ժամանակ դա մեկնաբանում էինք որպես Արցախի բանակցությունների զրոյական կետ, բայց տրամաբանությունը արդեն գալիս է եւ տեղավորվում է այս իրականության մեջ, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի զրոյական կետը Հայաստանին զրոյացնելն է։ Տեսեք, հատկապես անվտանգային հարցերում շատ կան սփյուռքահայության ներկայացուցիչներ, որոնք ցանկություն են հայտնել լինել ուժեղ Հայաստանի, այսպես խորհրդականի կարգավիճակում, ինչ որ բանով օգնության ձեռք մեկնելու, ել չեմ խոսում Իսրայելից կա գեներալ, որի մասին դուք մեզ կասեք, Հունաստանից եւ այլ երկրներից։ Միգուցե փորձեք այս ոլորտում նույնպես փոխագծեր բացել։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը իր անկախության, երրորդ հանրապետության իր անկախության շրջանում ունեցել է բազմաթիվ սխալներ, բազմաթիվ բացթողումներ եւ դա պայմանավորված է եղել իմ կարծիքով այն կոմպլեքսով, որ մենք չպետք է ուսումնասիրենք միջազգային փորձը, մենք պետք է հույսերս դնենք մենակ մեր սեփական գիտելիքների վրա, այսինքն ինչ որ այդ պայն ունեցել ենք, բայց ես կարծում եմ, որ աշխարհը հատկապես այն երկրները, որոնք ունեն լուրջ ռազմական արդյունաբերություն, ունեն լուրջ արձանագրված հաջողություններ, այդ պետությունների գիտելիքահեն տեղեկատվությունը չվերցնելը նույնպես խոսում է, որ դու չես ցանկանում Հայաստանը ուժեղ լինի։ Մեր քաղաքական ղեկավարը Սամվել Կարապետյանը լավ հասկանալով այդ ամեն ինչը, գիտակցելով, որ միայն մեր ուղեղներով սահմանափակվելը դա հնարավորություն չի տա զարգացնել պետության ռազմական արդյունաբերությունը եւ ոչ միայն, որտեվ ամեն դեպքում անվտանգության ծրագիրը մեր 6 կետից է բաղկացած, ես պարզապես 6-րդ կետի մասին նշեցի։ Ըստ էության այս մոտեցումը եւ Իսրայելի բրիգադային գեներալի ներգրավումը եւ Հունաստանի հատուկ նշանակության եթե զորքերի պաշտոնաթող սպաներ, երկուսն էլ պաշտոնաթող են, սա անպայման նշեմ, որպեսզի մեզ լսողները որովհետեւ չընկալեն, որ դա պետության կողմից, այլ օտար պետության կողմից ինչ որ հանձնարարական է, երկուսն էլ պաշտոնաթող զինվորականներ են, զբաղվում են միջազգային փորձագիտությամբ, այսինքն իրանք խորհրդատուներ են տարբեր երկրներում, եղել ժամանակին, հիմա էլ մեր երկրում են փորձում իրենց անցած ճանապարհը եւ նաեւ գիտելիքները նպաստել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա ուժեղ անվտանգություն, ոչ միայն գետնի վրա, նաեւ օդում։ Եվ պատահական չէ մեր կողմից ներգրաված իսրայելցի գեներալի, բրիգադային գեներալի ներգրավումը մեր պաշտպանական համակարգում, հատկապես որ այդ մարդը եղել է հիմնադիրը, այսպես ասած, շատ ենք խոսում, չէ՞, Ժելեզնի կուպլ ասվածի մասին, հենց այդ Ժելեզնի կուպլից ստեղծման process-ն ու ոչ միայն, այդտեղ կան բազմաթիվ պաշտպանական համակարգեր, որոնք հենց այդ
Իսրայելցի գեներալն է ներգրավել, ստեղծել ավելի ճիշտ։ Նույնը նաև հույն հատուկ նշանակության զորքերի մասնագետի կողմից, ով իր ամբողջ կյանքը անցկացնելով աշխարհի տարբեր կետերում, թեժ կետերում հատկապես, իր անձնական փորձով հատուկ նշանակություն այսօր կարևոր դեր է խաղացել նաև 44-օրյա պատերազմում։ Ասեմ, որ ադրբեջանական կողմը ունեցել է հատուկ նշանակության զորքեր, որոնք ես իհարկե ռազմագետ չեմ, ռազմական հարցերով փորձագետ չեմ, բայց այդ ժամանակահատվածում կարողացել եմ ուսումնասիրել այդ տեղեկատվությունը Ադրբեջանի կողմից ու իրենք ամենաթեժ, ամենավճռոր ուղղություններով ներգրավել են հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես Յաշմա ասվածը գիտենք իրենց սև բերետ են իրենց ասում, այդ առանձնակի նշանակություն ունեցող զինվորականներ են։ Հետևաբար մեր կողմից անվտանգությունը նաև իր մեջ ներառում է միջազգային փորձի ուսումնասիրությունը։ Հետո գիտեք, շատ զարմանալի է, երբ որ մենք միշտ հայ ժողովուրդը այդ բնավորություն ունի, չէ՞, նաև ես էլ իմ մոտ որոշակի դա նկատել, որ միշտ բողոքում ենք, բայց լուծում չենք առաջարկում։ Եթե օրինակ չլիներ իսրայելցի, լիներ օրինակ ուրիշ երկր, էլի ասելու են, չէ՞, ասենք չեխիացի, ասենք լիներ Ռուսաստանից մեկը, տեսեն, ահա, սրանք ռուսական ագենտներ են։ Ու այսպես շարունակ, այսինքն այդ քննադատություն ինքը անծայր է, միշտ հնարավոր է պատճառ բռնել քննադատել, բայց մենք պետք է հասկանանք, որ ասեմ, այստեղ նաև կա շատ հետաքրքիր դիվանագիտական մոտեցում, կոնկրետ Իսրայելի գեներալային բրիգադային գեներալին ներգրավելու առումով, այդ առանձնահատկությունը ինչու՞մն է կայանում։ Մենք լավ գիտենք, որ Իսրայելը եւ Ադրբեջանը ունեն ռազմավարական հարաբերություններ, ճիշտ է։ Եվ ինչու ոչ, երբ որ դու փորձում ես այդ ռազմավարական հարաբերությունները կոտրել, ներգրավում ես Իսրայելից այնպիսի մի հնարավորություններով մարդու, գիտելիքահեն մարդու, ով նաև կարող է խափանել այդ դիվանագիտական ուղղությունը, այսինքն նաև հաշվի նստել Հայաստանի հարավային Կովկասում Հայաստանի շահերի հետ։ Այսինքն մենք չենք շարժվում այն մոտեցման, որ միայն հայերով, միայն հայկականով։ Իհարկե հայերը լինելու են առաջին տեղում, հայերը միշտ գնահատվելու են մեր կողմից որպես կարևորագույն ներդրում մեր պետության մեջ, բայց այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք, որ մենք գլոբուսի վրա մենակ չենք եւ կան մարդիկ, կան պետություններ, որոնք ավելի զարգացած տեխնոլոգիաներ ունեն։ Հետևաբար չօգտվել այդ հնարավորությունից կարծում եմ արդար չի լինի հենց առաջինը ինքներս մեր հանդեպ։ Տեսեք, մենք Փաշինյանի խաղաղության ծրագրի, խաղաղության պայմանագրի, այդ փուչիկ ծրագրի մասին շատ ենք լսել։ Որն է խաղաղության ձեր ծրագիրը։ Շատ լավ հարց եք տալիս, տեսեք, մենք ինչ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք պաշտպանական այնպիսի համակարգ, որը ու ոչ միայն պաշտպանական, նաև կա ռազմական արդյունաբերության առանձին ճյուղ, որը ենթադրում եմ այս հարցազրույցում դրան անդարձ կլինի, մենք առաջարկում ենք, որպեսզի այն սխալները, օրինակ 44-օրյա պատերազմից սկսված եւ դրանից հետո մենք լուրջ խնդիրներ ունենք հենց մեր օդային պաշտպանության համատեքստում։ Ասեմ ավելին, մինչ օրս ես ինչքան որ խոսեն սրանք, որ այս զենքն են գնել, այն զենքն են գնել, ռեալ գետի վրա, ինչպես Ադրբեջանն է անցկացնում զորավարություններ Թուրքիայի հետ ամիսը 3 անգամ, ճիշտ է, հիմա եղանակային պայմանները թույլ չեն տալիս, բայց աճը ռազմական պատրաստության Ադրբեջան-Թուրքիա, հատկապես Արցախի տարածքներում, որոնք որ արդեն անցել են ամբողջության վերահսկողության տակ Ադրբեջանի, էականորեն աճ կա։ Եթե չասեմ 3, ապա 4 անգամ աճ կա։ Այդ չասեմ սպառազինությունների գնման համատեքստում։ Բայց Հայաստանում դա չի արվում։ Նախապատրաստական, լուրջ ներդրումներ, գործներ չի արվում։ Միայն ցուցադրական կադրեր, թե ինչպիսի բետոնային պատեր կան, ու այդքան է, բայց ես անձամբ ունեմ տեղեկություն, որ մեր առաջնագծի շատ հատվածներ մինչ օրս այդ Պագրիշկա ասվածով են կահավորված։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը պայմանավորված է միայն PR-ով եւ սեփական աթոռը պահելով։ Այն մարդը, ով պարտվել է, այն մարդը, ով ենթարկում է Թուրքիա եւ Ադրբեջանի պարտադրանքի, ինքը ուզում է 1000 տեղից ճղվի, ժողովրդական խոսքով ասեմ, չի կարող ապահովել խաղաղություն, որովհետև ամենայն հավանականության կան կոմպրոմատային մեծ բազա Նիկոլ Փաշինյանի վրա եւ Նիկոլ Փաշինյանի վարքը, հանձնողական վարքը, իր ուժեղությունը կայանում է մենակ Նիկոլ Փաշինյանի մի բանում, հանձնելու մեջ։ Ինքը լավ հանձնում է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքները, այլ նաև պետական շահը։ Իր ուժեղությունը դրանումն է։ Եթե դա մենք համարենք ուժեղություն Նիկոլ Փաշինյանի խաղաղության, մեր ուժեղությունը կայանում է բազմակողմանի դիվանագիտությամբ, ռազմական արդյունաբերության զարգացմամբ, տնտեսական զարգացմամբ, Սփյուռքի հետ կապերով, եկեղեցու հնարավորությունները չսահմանափակելով, այսինքն եկեղեցին ոնց կար ժամանակին պետք է ազատ
գործի Հայաստանի Հանրապետությունում առանց վերահսկողության։ Մենք կարծում ենք, որ այն մարդիկ, այն քաղաքացիները, ովքեր ուզում են լուսավոր ապագա ունենալ, ոչ թե պարզապես ապագա կա ու վերջ, որտեղ այդ ապագան կարող է նաև մթության մեջ լինել, մենք մեր քաղաքացիներին առաջարկում ենք լուսավոր ապագա, այսինքն մեր տարբերությունը անգամ չեմ ուզում համատել, բայց ստիպված եմ ձեր հարցին պատասխանել այդ համատեքստում, կայանում է դրանում, որ մենք չենք ասում այնպիսի տեքստեր, որոնք հնարավոր չի իրականացնել։ Մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը մեծ ռեսուրսների տեր մարդ է, հայրենատեր մարդ է, իր ամբողջ կյանքում ապացուցել է, որ Հայաստանը իր համար գերագույն արժեք է եւ իր ներդրումներով, ասեմ ավելին, թող մեր հեռուստադիտողները չհամարեն մեծամտություն, ես սա պարծանք եմ համարում ինձ համար անձնապես 44 օրյա պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտնվեց Սև ցուցակում Ադրբեջանի միջազգային հետախուզման մեջ հայտնվեց, ինչու, որովհետև առնվազն 14 ինքնաթիռ ռազմական օգնություն է ուղարկել իր սեփական միջոցներով Հայաստանի Հանրապետությանը։ Չգնահատել նման հայի, չգնահատել այս տեսակ առաջնորդի պարզապես դարի բաց թողումը կլինի եւ ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը մեր պետությունը ոտքի հանելու եզակի անձնավորություն է, ում պետք է վստահել եւ այդ մարդուն նաեւ քաղաքական մեր թիմին հնարավորինս աջակցել։ Հիմա կուզենայի խոսենք տարածաշրջանում, մասնավորապես Իրանում տիրող իրավիճակի մասին, այն պատերազմը, որ այնտեղ շարունակվում է, ինչ զարգացումների կարող է բերել եւ ինչի պիտի պատրաստ լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Տեսեք, իրականում խնդիրը բավական պրոբլեմատիկ է, որովհետեւ ամեն դեպքում մենք գիտենք, որ Իրանում ունենք մեծ հայկական համայնք, որը նույնպես այսօր այդքան էլ բարվոք վիճակում չէ, որովհետև գիտենք կան դեղորայքի խնդիրներ, կան տնտեսական լուրջ խնդիրներ։ Մենք գիտենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հարևան է Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր կապողիները տնտեսական գետնի վրա ճանապարհային առումով առնվազն ծովային միջոցով շատ բեռներ ներկրվում Հայաստանի Հանրապետություն եւ նույնը արտահանվում։ Սա նաև տնտեսական լուրջ ազդեցություն մեզ վրա, բացասական առումով էս ֆոնին։ Կա մեծ ռիսկ արտագաղթի ադրբեջանցիներով կամ ադրբեջանական համատեքստում այն մարդիկ, ովքեր փորձել են մշտապես Իրանի Իսլամական Հանրապետությունում խաթարել խաղաղություն եւ անկախությունը կամ առհասարակ ստաբիլությունը, ես վարկած ունեմ, որ նաև այդ վտանգն այս սպառվում է, որովհետեւ ամեն դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում ապրում են Ադրբեջանի կողմից սնվող տարրեր, ովքեր շատ հաճախ վերջին առնվազն 10 տարում ապացուցել են, որ նպատակ ունեն քանդելու այդ պետությունը։ Այդ արտագաղթ ասվածի մեջ նաև կարող է լինել հենց այդ մարկանց ներգրավումը։ Այն մարդիկ, ովքեր ոչ թե ծառայում են կամ ենթարկվում են կամ պատկանում են իրանական իսլամական աշխարհի արժեքներին, այլ պարզապես ներդրված գործակալներ են, որոնք նպատակ ունեն խաթարելու եւ Աստված չանի լինի այնպիսի արտագաղթի հոսք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ եւ ոչ միայն հավատացնում եմ դες այս իշխանությունները պարզապես չեն կարող կառավարել այդ ճգնաժամային իրավիճակը։ Պարզ օրինակ բերեմ, մենք հիշում ենք Սուրմալուի պայթյունը 2023 թվականին էր, եթե չեմ սխալվում, կհիշեք, պայթել էր մի հատ մեծ շենք, ոչ շատ մեծ մակերեսով, բայց մեծ էր այդ շենքը։ Այդ շենքի փլատակների տակից ոչ միայն սրանք չէին կարող ճգնաժամը ճիշտ կառավարեն, հանեին քիչ թե շատ կենթանի մնացած մարդկանց, այլ նաև իրենց դիակները եւ շատ իշտ ինձ համար ամենամեծ զարմանքը, որ պետության ներսում ճգնաժամով զբաղվող նախարարությունը բացակայում էր։ Սովորական քաղաքացիները իրենց ձեռքով էին այդ քարերը հանում։ Այսինքն ակնհայտ է, որ եթե պետության ղեկավարությունը մեր ներքին խնդրը չի կարողացել ճիշտ կառավարել, ճգնաժամը լուծել, ինչպես պետք է կարողանա կառավարել այն ճգնաժամը, որը այդ մեր ճգնաժամից մի 100 անգամ ավելի շատ է եւ ավելի մեծ խնդիրներով է հագեցած։ Իրանական կողմի իհարկե այս խնդիրները Իրան-Ամերիկայի հարաբերությունների մասին իհարկե անհանգստացող են մեզ, դա չի կարող մեր վրա բացասական չազդել եւ հետեւաբար այն դիրքորոշումները, որոնք որ կային հանձինս օրինակ թրիփի մասով, կա արձանագրում արդեն եւ Հայաստանի Հանրապետության ոչ պարով վարչապետն է դրա մասին խոսել եւ իհարկե արդեն Ադրբեջանում կա արձագանքներ, որ թրիփ ասվածը ինքը այս պահին նվազ էֆեկտիվություն ունի եւ դրա սկսելը ռեալ չեն համարում։ Այսինքն հասկանալի է, որ քաղաքական ռազմական եւ քաղաքական այս փոփոխությունները ազատաշրջանում նաեւ ազդել են տնտեսական, այսպես ասած, իհարկե դա ճակերտների մեջ, տնտեսական ծրագրերին, որոնք որ նպատակ ունեին մեծ գեղեցիկ տեքստով կազմված նպատակ ունեին զարգացնելու տարածաշրջանը։
Մենք վերջին շրջանում այնքան անհեթեթ հայտարարություններ ենք լսել ներկայ իշխանություններից, մասնավորապես Փաշինյանից, որ ոչ մի բանի վրա չենք զարմանում։ Այնուամենայնիվ տեսեք, դրա վերջին այսպես աբսուրդ հայտարարություններից մեկը, եթե հունիսին հայ ժողովուրդը մեզ չընտրի, այսինքն ԿՊԱ-ականներին սեպտեմբերին կբերի պատերազմ։ Լավ, այս անհեթեթությունը ինչ հիմքեր ունի։ Ինչ որ պարզապես ծիծաղ առաջացում Նիկոլ Փաշինյանի սպնդումները, տեսեք 2021 թվականին ժողովուրդը պատերազմից հետո շոկ էր ապրել ու նաև վախեցած էր, պետք է արդարացիորեն նշենք, եւ դա ես վատով չեմ ասում, որովհետեւ հասկանալի է այդքան կորուստ, այդքան զոհեր, անհասկանալի հոգեբանական վիճակ։ Մի խոսքով հիշելը շատ ցավ է արթնացնում, այնուամենայնիվ արձանագրենք, որ 44 օրյա պատերազմից հետո այդ վախը կար եւ Նիկոլ Փաշինյանը օգտվելով այդ վախից խոստացավ խաղաղություն 21 թվականին, բայց 21 թվականի ընտրությունների նախաշեմին մայիս ամսին եղավ ադրբեջանական զորքերի ներթափածում Սև լճի տարածք, 2022 թվականին Ադրբեջանը սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքների վրա, օկուպացվեցին Ջերմուտի տարածքները, օկուպացվեցին Սյունիքի հյուսիս-հարավ արևելյան շրջանների որոշ հատվածներ, իշխանասարը մասնավորապես, ներքին հանդիս տարածքներ, որ հիմա մի շաբաթ առաջ էլի առաջընթաց են ունեցել։ 2023 թվականին տեղի ունեցավ Հայաստանի հայ ժողովրդի դարի 21-րդ դարի ազգային խայտարակությունը, Արցախը ամբողջությամբ ճանաչվեց Ադրբեջանի մաս, որին հետևեց հայաթափումը Արցախի, դա իհարկե Նիկոլի գլխավորությամբ 2024 թվականին Տավուշի տարածքներ հանձնվեցին Ադրբեջանից, այսինքն այս մարդը իսկական թափ-թազա ժողովրդի խոսքով ասած նոր թխած հանձնող ղեկավար է, պատերազմ բերող ղեկավար է։ Եթե մենք պետք է նորից խապկանքի տրվենք, նորից խապվենք այս իշխանության այս վարվելաձևից, ապա այն աղետներն, ինչը մեզ հետ պատահել են, արդար են։ Ես այսպես ավելի կոշտ դիրքորոշում հայտնեմ։ Նիկոլ Փաշինյանը հերթական իր սուտն է առաջ բերում, շատ հավատացնում եմ ձեզ, թույլ ղեկավարն է պատերազմ բերողը, երբ որ քո հարևան պետությունը տեսնի, որ ունի այնպիսի ղեկավար, որը ունի ես, սեփական ես, պետության ես եւ կրում է այն արժեքային համակարգը, որը որ թույլ չի տալիս քո թշնամի պետության կողմից վիրավորական խոսքերի, սպառնալիքներ լեզվով խոսել, ոչ մի պետություն չի համարձակվի այդ պետության հետ պատերազմ սկսել, որովհետեւ համար առաջին պայմանը պատերազմ սկսելու դա թույլ ղեկավար պետության թույլ ղեկավար ունենալու պայմանն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ ոտից գլուխ եւ ֆիզիկապես եւ հոգեպես թույլ է։ Մարդը այնքան էմոցիոնալ մարդ է, որ այսօր մի բան խոսում է, հաջորդ օրը փորձում է իր ասածի մաքրազարդել իր ասածը։ Այնքան թույլ է, որ Ալևի դեմ ժպիտով, գրկախ առնվելով, նվերներ ստանալով, այսպես գուրգուրանքի մեջ է Ալևի հետ գալիս է Հայաստան, հայերի վրա է մատաթափ տալիս, որտեղ այստեղ գիտեք, ոստիկանական մեծ զորքեր ունի, որ ապահովում են իր անվտանգությունը։ Ամենակարևորը այդքան քննադատում է նախկին ղեկավարներին, որ այդքան անվտանգություն են ապահոված, այսօր երևի 3 անգամ ավելի շատ անվտանգություն Նիկոլ Փաշինյանը ունի։ Այսինքն ըստ էության Նիկոլ Փաշինյանի այս սպառնալիքը մեր ժողովուրդը պետք է անցալի ոչ թե իրականություն, այլ անձնական վիրավորանք։ Եվ ինչ անում հայ մարդը, անկախ սերից նորի շեշտեմ, պաշտպանում է իր թասիբը, պաշտպանում է իր հայ տեսակը, գնում է ընտրություններին հունիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանը ուղարկում է քաղաքական պատմության գերեզմանը եւ հունիսի 7-ով արձանագրվելու Նիկոլ Փաշինյանի հենց այդ խայտարակ պարտությունը։ Ես պիտի ասեմ, որ այսօր պատերազմի մասին խոսում է մի մարդ, ում որոք տեղի ունեցան ամենաշատ պատերազմները եւ փոխանակ գոնե ասում է ռուսը մի լավ խոսք ունի, ասում է «Չիա բկարովում չալա», ձայնը կտրի գոնե սուս մնա, որ մարդիկ շատ բաներ չհիշեն։ Ես իհարկե ուզում եմ մաղթել ուժեղ Հայաստանին, որի կատարածի բոլոր ծրագրերը։ Անկեղծ ասեմ, մարդիկ հավատում են ձեր ուժին, հավատում են, որ ուժեղ Հայաստանը կդառնա հենց այն կառույցը, որի միջոցով մենք կկարողանանք վերականգնել մեր, այսպես ասած, կորցրած հնարավորությունները եւ ամենակարևորը մարդկանց մեջ հավատք արտանա։ Շնորհակալ եմ շատ, ասեմ ձեզ, մենք նույնպես սպասում ենք մեր հայ ժողովրդի աջակցությանը, ոչ միայն ընտրությունների ընթացքում, այլ դրանից հետո։ Շատ կարևոր է բանիմաց գիտակ մարդկանց ներգրավումը քաղաքական մեր թիմում եւ հետագայում պետական կառավարման համակարգում, որովհետեւ այսպես ուղերձ անեմ մեր հայրենակիցներին, մեր պետությունը վերջին 6 տարում կրել է այնպիսի զրկանքներ, ոչ միայն պատերազմի համատեքստում, նաև տնտեսության, պաշտպանական, ներհասարակական, որ միայն մեր թմի մարկային ռեսուրսը
բավարար չի, որպեսզի մենք կարողանանք այնպիսի արագընթաց տեմպով ապահովել բոլոր իրականության խնդիրների լուծումը, որը որ մեր հասարակությունը ակնկալում է։ Դրա համար մենք էլ ենք ակնկալում ձեր կողմից ընտրությունների ներգրավում անպայման հունիսի 7-ին մասնակցեք ընտրությունների եւ որից հետո արդեն ձեր ներգրավումը պետական կառավարման համակարգում ավելի լայն մասշտաբով, ավելի լայն ներգրավվածությամբ հնարավորություն կտա միասին մեկտեղով աշխատանքով փոխել այս խարանը, փոխել այս անպատիվ իրավիճակը եւ նաեւ նպաստել մեր պետության զարգացման։ Հետեւաբար, հարգելի հայրենակիցներ, մենք ձեզ համար, դուք մեզ համար, այսպես ասեմ, սա շատ կարևոր ընդգծված մոտեցում է մեր կողմից, որովհետև մենք տարբերություն չենք դնում, օրինակ այդ մարդը ունեցել է բացի իհարկե թե ձեռքերը կեղտոտ չեն քաղաքական առումով, մենք պատրաստ ենք համագործակցել, դա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է, ունակ մարդկանց հետ, ովքեր ունեն մաքուր անցյալ եւ ձեռքերը կեղտոտ չեն քաղաքական ընկալման համատեքստում։ Հետեւաբար մենք ձեր օգնության կարիքը շատ ունենք, հատկապես այն մարդիկ, ովքեր երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել կամ նոր են սովորում, ավարտել են կամ նպատակ ունեն մտնելու քաղաքականության դաշտ, մենք մեր հայ ժողովրդի աջակցության կարիք ունենք եւ կարիք ունենք նաեւ որ հունիսի 7-ին բոլորդ մասնակցեք ընտրությունների։ Սա իմ անձնական խնդրանքն է բոլորիդ։ Մի արհամարեք այդ օրը շատ կարեւոր վճռական օր է լինելու ձեր երեխաների եւ հենց ձեր ապագայի համար։ Շնորհակալություն, պարոն Դավթյան, որ եկաք։ Ես մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ մենք այսօր Փակ TV տաղավարում հյուրընկալել էինք Ադրբեջանի հարցերով փորձագետ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանին։ Կարծում եմ նման հաճելի երիտասարդների մոտ ապագայում մենք առիթ կունենանք բազմիցս հանդիպելու, իսկ այսօր այսքանը ցտեսություն։